Բոլոր են անձինք, որոնցից գույք են խլել սրանք, վաղը դիմելու են Եվրադատարան եւ կառավարությունը ստիպված է լինելու համ գույքը վերադարձնել, համ գույքից ավելի փոխհատուցում տալ։ Այդ ժամանակ Նիկոլենք չեն լինի, բայց իրենց արած հերթական գլխից մեծ բանը կմնա ժողովրդի պետության ուսերին։ Պատկերացնում եք, իշխանափոխությունից հետո քանի հոգի է դիմելու ու ասի. ինձ սպառնացել են ու հաշտության համաձայնություն եմ կնքել։ Իսկ այդ որ պաշտոնյան կմտներ այս ամենի տակ։ Ով ըստիս ունի կոնկրետ շահեր, ակնկալիք։ Այսօր կարդացի ապօրինի գույքի գործով դատախազի աշխատանքից ազատվել, խոստացել են նշանակել վարչության պետ, չեն նշանակել, դուրս եկել գործից։ Բա որ մտնում է նման ապօրինի գործերի մեջ, ակնկալում է գոնե առաջ քաշում, չէ՞։ Սրփուի Գալյանը ոնց դարձավ արդարադատության նախարար։ Ապօրինի գույքի բռնագանձման ուղղություններ ղեկավարում։ Հիմա էլ որպես նախարար է դորդուբեշ անում։